Բարև ձեզ, ես Լուսի Բաբայանն եմ 8-րդ դասարանի սովորող։ Այսօր միասին կխոսենք մեր մաշկի մասին, թե ինչ գնացինք։ Առաջինը, մեր մաշկը մեր օրգանիզմի ամենամեծ օրգանն է։ Մեր մաշկը մեզ պաշտպանում է քերծվածքներից, վնասվածքներից, արևի ճառագայթներից։ Մեր մաշկը նաև զգայական է, շոշափումը, սառնությունը, ջերմությունը կարող է զգալ, նաև նրա քաշը մեր մարմնի քաշի 16%-ն է, հաստությունը 0.5-ից մինչև 4 մմ, իսկ նրա մակերեսը 1.5-ից մինչև 2 մետր քառակուսի։ Եկեք նաև անդրադառնանք նրա շերտերին, քանի որ մեր մաշկը ունի 3 շերտ։ Առաջին շերտը դա էպիդերմիսն է։ Այն մեր վերին շերտն է, եւ քիչ հետո կասեմ, որ էպիդերմիսը անընդհատ փոխվում է, այսինքն անընդհատ նոր մաշկ է արտադրում, կարելի է այսպես ասել։ Երկրորդ շերտը դա դերման է։ Դերման մեր արդեն միջին շերտն է, ու այնտեղ են գտնվում հիմնականում մեր նյարդերը, մեր մազարմատները, իսկ վերջինը մեր ենթամաշկային մաշկն է։ Նա մեզ պաշտպանում է վնասվածքներից։ Հիմա եկեք մի փոքր խոսենք 5 հետաքրքիր փաստի մասին մեր մաշկից։ Առաջինը, որ մեր մաշկը շնչում է։ Այո, իրականում շնչելու գործընթացը շատ եկեք գիտենք թոքերի գործունեությունն է, բայց մաշկը օգնում է նրանով, որ այն քրտինք է արտազատում եւ այդպես օգնում է մեր թոքերին։ Երկրորդը, որ մեր քրտնագեղձերը կոպիտ ասած, քանի որ մենք ունենք միլիոնավոր քրտնագեղձեր, նրանք մեր մաշկը կոպիտ ասած հովացնում են։ Երբ մենք շոնքում ենք, քրտնում ենք, զբաղվում ենք սպորտով, եւ երրորդը, որ մեր մաշկի գույնը, ամեն մարդ ունի տարբեր բոլորը ունեն տարբեր մաշկի գույներ, եւ դա կախված է մելանին նյութից, մելանին նյութի քանակից, թե ինչքան է մեր օրգանիզմում։ Չորրորդը, նոր մաշկ ամեն օր։ Հիշում եք էպիդերմիսը, մեր վերին շերտը։ Մենք ունենում ենք 30,000 մահացած մաշկի բջիջներ։ Այո, այդքան անընդհատ մաշկը փոխվում է։ Եվ վերջինը, մեր մազերն ու եղունգները, որ նրանք աճում են մեր մաշկի բջիջներից։ Այո, եւ շատ կարեւոր է մաշկին հետեւել, շատ կարեւոր է խնամել մաշկը, մանավանդ դեմքի մաշկը, կարեւոր է լվանալ ամեն օր, մաքուր պահել, դե ինչ, այսօրվա համար այսքանը, հուսով եմ նյութը օգնեց շատերին։ Ցտեսություն։